Ընդդիմադիր առաջնորդներին արգելում են հատել Հայաստանի Հանրապետության սահմանը առանց պարզաբանումների և իրավական հիմքերի։ Այսպես, երեկ հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում արգելել են հատել Հայաստանի սահմանը առանց հիմնավորման։ Համենայն դեպս, Քոչարյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանամիջոց կիրառված լինելու մասին իրավապահ մարմինները հանձն չեն առնում։ Մասնավորապես, հակակոռուպցիոն և քննչական կոմիտեները պնդում են՝ իրենք կապ չունեն։ Գլխավոր դատախազությունից բանավոր կերպով չեն հստակեցնում՝ արդյոք նոր հանրային քրեական հետապնդում հարուցվել է Քոչարյանի նկատմամբ, թե ոչ։ Գրավոր հարցում են խնդրում։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործին, ապա դատարանից հայտնեցին, որ դատավորը որևէ արգելք չի կիրառել։ Երկրորդ նախագահի գրասենյակում ևս առ այս պահը տեղեկություն չունեն, թե ի վերջո ինչ հիմքով է արգելվել Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Օրերս համանման իրավիճակում է հայտնվել նաև Նարեկ Կարապետյանը։ Նրան թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։ Վերջինս հայտնել էր, որ մտադիր էր մեկնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Նրա ելքի արգելքի համար որպես հիմք մատնանշվել էր նրա՝ իբրև այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։ Նշված քրեական վարույթով, սակայն, Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Քննչական կոմիտեից Փաստինֆոյի հետ զրույցում պնդել են, թե իրենց մասով որևէ սահմանափակում չկա։ Համանման պատասխան է ստացվել նաև հակակոռուպցիոն կոմիտեից, իսկ գլխավոր դատախազությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։ Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանքը։